Այս տարի իշխանությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իր արշավը սկսեց հայ-առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Մենք արդեն արձանագրեցինք, որ սրբազանները բանտերում են, եկեղեցու նկատմամբ այս ահաբեկչությունը շարունակվում է, բայց սիրելի հայրենակիցներ, տարին ամփոփելով կարող ենք վստահ ասել, որ հայ-առաքելական Սուրբ եկեղեցին իշխանությանը բերանքսի վայր ատամները ջարդած քարշ տվեց Էջմիածնի փողոցներով, Գյումրիում 7 վերքի եկեղեցու հայաթներով եւ այդպես շարունակ։ Արձանագրումն այն է, որ նաեւ քաղաքապայմանագրի ներկայացուցիչները մտածում էին, որ Փաշինյանը ձևը գիտի, այն տիրադավներն էլ էին տենց մտածում, որ դե իշխանությունը տերրոր կանի, շտապեցին, ու տենց բանը վարունգը թարս բուսնեց եւ ուզում եմ արձանագրումը հետեւյալն ասել, վերջին արձանագրումը որն էր, որ Փաշինյանը տեսակ եթեր մտավ եւ զանգվածային անկարգության կոչեր հնչեցրեց, բա ինձ հարցնում են մարդիկ կարող ենք պահանջել վեհափարյանունը զեղչել, կաթողիկոսյանունը զեղչել, ասում այո, դա լեգիտիմ պահանջ է, դուք կարող եք պատրակների ժամանակ պահանջել զեղչել։ Ու ես նկարագրում եմ իմ լայվերից մեկում, որ եթե օրինակ պատկերացնենք 100 հավատացյալ գնացել է հանգիստ իր համար իր պատարագին աղոթում է, մեկ է ինչ որ մեկը Փաշինյանի կոչով է գնացել, ու այնտեղ այդ պահին ասում է՝ մի տվեք վեհափարյանունը, բարձա չէ, մյուս հավատացյալներն այդ մարդուն ասել են, ինչ ես անում, խանգարում ես պատարագը, բան, կարա հրմտոց լինի, հրմեշտոց լինի, կարա ծես լինի, այսինքն մարդկանց մեջ պարակտություն, կռիվ, ղալմաղալ եւ քանի որ նա ի պաշտոն է նաեւ ոստիկանության ղեկավարն է, ԱԱՑ-ի ղեկավարն է։ Նաեւ դա ուղերձա, որ նման ձեւով խանգարի կրոնական ծես է, որը կրոնական ծես խանգարումը քրեական հանցագործություն է, սերի հայրենակիցներ։ Որ խանգարի նրան մի պատժեք։